Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց։ Համադրմամբ ստացվել է հետևյալ պատկերը՝ 27 կոտորակի 7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿՀ կայքում նշված է 1 ձայն։ 12 կոտորակ 20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿՀ կայքում նշված է դարձյալ 1 ձայն։ 27 կոտորակ 26-ում արձանագրության համաձայն ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿՀ կայքում 3 ձայն։ 37 կոտորակ 53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿՀ կայքում էլ նշված է 4 ձայն։ Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները։ Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿՀ եւ տվյալները փոփոխման փուլում են։ Կուսակցության նախընտրական շտաբում Արման Աբովյանը հայտնել է, որ շարունակում են տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումները։ Աբովյանն ասել է, որ ԲՀԿ-ն մանդատակռիվ չի անում, բայց գնալու է ընտրողների ամեն ձայնի հետևից։ Ահա թե ինչ պատկեր է այս ժամին։ Այն պրոցեսները, որոնց մենք բոլորս ականատես ենք, խիստ մտահոգիչ են եւ սա շատ մեղմ եմ արտահայտվում եւ հաշվի առնելով այն ճակերտներում շատ մեծ ճակերտներում տարօրինակ գործընթացները, որոնց մենք ականատես եղանք գիշերը հաշվարկի ժամանակ, երբ որ ձայների հաշվարկը գնում էր, երբ որ ինչ որ մի պահ, սենց կանգնում էր հաշվարկը, հետո էլի տենց սկսում էր, սա թերևս գրեթե ամենաթեթև ճակերտներում իհարկե նկատառումն է, իսկ հիմնականում օրինակ շատ տարօրինակ էր, երբ որ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության թվերը, ոչ թե տոկոսները, շատ կարևոր է ընդգծել թվերը, որովհետև որոշ թուրքամետ եւ ադրբեջանամետ լրատվամիջոցները փորձում են տոկոսների վրա պատտասնեն, ոչ, բացարձակ թվերի մեջ թիվ էր հայտնվում, հետո մեկ էլ հաջորդ անգամ, երբ որ թարմացվում էր էջը, այդ թիվը չգիտես ինչու նվազում էր, այսինքն բացարձակ թվերի մասին է խոսքը գնում։ Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ ինչպես հայտնի է, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հենց այս պահին, եւ առհասարակ վերահաշվարկի պրոցեսի մեջ է, մենք պահանջել ենք վերահաշվարկ այն տվյալների, որոնք հրապարակվել են, որովհետև կրկին այստեղ ճակերտներում, շատ խիստ ճակերտներում տարօրինակ պրոցեսներ են գնում, երբ որ ամենավերջի պահին հրապարակված մեր թվին մեկ էլ պարզվում է, որ ինչ-որ 1000-րդական, նույնիսկ 10-րդական չէ, 1000-րդական քանակով ձայներ են պակասում, այս պահի դրությամբ քանզի պրոցես է ինքը, պրոցեսի մեջ է, տեղամասերի քանակը հստակ զերծ կմնա ասել, որովհետև մոտավորել չեմ ասի, բայց հավատացնում եմ ձեզ 1 կամ 2 չի, որովհետև ըստ էության ունենք տվյալներ, այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրենք իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, սա իմ հիմնավոր կասկածն է եւ ենթադրությունը, այլ քաղաքական, հաշվի առնելով այն ասենք ասենք գործընթացները, որոնք կարող են ծավալվել ազգային ժողովում, եթե օրինակ լինի 4 ընդդիմադիր, 3 ընդդիմադիր ուժ եւ այլ պրոցես կգնա, եթե լինի 2 ընդդիմադիր ուժ։ Տեսեք, մենք այս պարագայում քանզի չունենք առայժմ փաստագրական փաստեր, ես պնդել 100%-ով ոչ մի բան չեմ կարող եւ ցես շպրտել չեմ կարող ոչ մեկի վրա, բայց տրամաբանությունը գործընթացների եւ առհասարակ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, հուշում են, որ այո, հնարավոր է նաեւ ձեր վարկածը լինի։ Փաստը մնում է փաստ, որ արդեն նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունները ձայների քանակի ցույց են տալիս, որ այո, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին մեծ ծավալի ձայներ հայտնվում է, որ չգիտես ինչու մեզ չի եկել կամ չեն հաշվարկել։